Արմին հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք «Տուն-տեղ» հեռուստանախագծի 9-րդ թողարկումը։ Այս եթերաշրջանից սկսած «Տուն-տեղ» հեռուստանախագիծը ունի իր պաշտոնական YouTube-յան ալիքը։ Կարող եք բաժանորդագրվել եւ բաց թողնել մեր բոլոր եթերները։ Դե ինչ, շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ավարտին հասցնենք նաեւ այս եթերաշրջանը։ Մեզ բարի եթեր, իզես բարի դիտում։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, մենք շարունակում ենք «Տուն-տեղ» հեռուստանախագիծը եւ այս պահին մենք տեղափոխվում ենք «Տուն-տեղ» հեռուստանախագծի տաղավար, որտեղ էլ հանդիպում ենք ունենալու մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության գրոհի մասնագիտացված կենտրոնի մարքեթինգային թիմի ղեկավար, մեդիա ասոցիացիայի ղեկավար Անուշի հետ ողջույն Անուշ։ Ողջույն Կարեն ջան։ Անուշ, շատ ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք, նախորդ եթերաշրջանում կրկին առիթ ունեցել ենք շփվելու եւ ծանոթանալու ձեր գործունեությանը, այս անգամ նույնպես շարունակելու ենք զրուցել մեդիա ասոցիացիայի գործունեության մասին։ Նայեք Անուշ, տևական ժամանակ է ինչ դուք համագործակցում եք United Technical Service ընկերության հետ եւ ստեղծում եք կոնտենտ, որը հիրավի կարելի է անվանել շատ տարբերվող, շատ որակյալ, հատուկ ձեռագիր ունեցող, որ իսկապես տարբերվում է շքայ մարկա, այսպես մարքեթինգային նյութերից։ Որն է հիմնական այն ուժը, այն մոտիվացիան, որ ձեզ ստիպում է այդպես տարբերվել բոլորից։ Մեդիա ասոցիացիայի ուժը մեր թիմի մասնագիտական տարբեր հետագծերի եւ փորձառության միասնության մեջ է։ Մենք միավորել ենք լրագրողների, ռազմավարական մարքեթոլոգների, տեսալսողական բովանդակության մասնագետների, որոնք ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ բարդ գաղափարները վերածել պարզ եւ ազդեցիկ պատմությունների։ Կարելի է ասել, որ մենք պարզապես բովանդակություն չենք ստեղծում, այլ կառուցում ենք հաղորդակցություն, որի արդյունքում էլ մեր նախագծերը ունենում են երկարաժամկետ ազդեցություն, այս տեսլականն է մեզ միավորել է United Technical Service ընկերության հետ, ստեղծելով մի կայուն կապ բիզնեսի հավակնոտ նպատակների եւ հանրային առաջնահերթությունների միջեւ։ Շտապլուր։ Ռոմա, ինչ ես անում։ Սևուր փաթ է սկսում։ Անուշ, եմ կարող չհարցնել, ով է այն հիմնական անձնավորությունը, ով գեներացնում է այս գաղափարները հրաշալի, որովհետև, ինչպես նշեցի ամենասկզբում, իսկապես շատ տարբերվող են։ Հիմնական մտահղացումները պարոն Ամբարյանինն են, հիմնադրինն է։ Նա հանդես է գալիս մի շարք տարբեր մտահղացումներով, որի արդյունքում թիմը ուսումնասիրում է, միասին համաձայնության ենք գալիս եւ փորձում ենք իրականացնել եւ նաեւ իրականացնում ենք, բացի փորձելը։ Վստահ իրականացնում եք, որովհետեւ անընդհատ հետաքրքիր նախագծեր եք ներկայացնում, որոնց մասին առաջարկում եմ մի փոքր խոսել, յուրաքանչյուրի մասին շատ փոքր համառոտ։ Նախորդ եթերաշրջանում մենք առիթ ունեցանք ցուցադրելու օթապարիկի ճախրելը Երևանի երկնքում, բավականին հետաքրքիր ձևաչափով էր ներկայացված այս ամենը եւ տարբերվող, ինչ որ առումով շատ ոգեշնչող էր բոլորիս համար, թե ինչպես է կարելի նմանատիպ միջոցառումներից ստանալ նմանատիպ մարքեթինգային արշավներ։ Երբ որ գրոհեի օթապարիկը հայտնվեց երկնքում, պարզապես հրիչք չէր, այլ գաղափարներ, նոր հորիզոններ նվաճելու։ Եվ վստահ եմ նոր գործընկերներ փնտրելու նաեւ ձևաչափ, որովհետև հենց երկնքից հնարավոր էր դիտել Երևանը իր ամբողջ գեղեցկությամբ եւ հասկանալ, որ
նոր ընկերությունների հետ, նոր գործընկերների հետ կարելի է շարունակել։ Այո, United Technical Service-ը սիրում է ոչ ստանդարտ լուծումները։ Դրա վառ ապացույցն է նաև MedMid միջոցառումը։ Այո։ Ճիշտ է, MedMid-ը բժշկական էքսպո էր, բայց մենք ցուցաբերեցինք շատ յուրահատուկ մոտեցում եւ կարելի է ասել մի քանի օր շարունակ լրատվամիջոցները մեդիան ողողված էր։ Այո, Անուշ, ես ներկա եմ եղել եւ հետաքրքիր միջոցառում եղավ։ Իսկապես հետաքրքիր էր այդ մոտեցումները, որովհետեւ նմանատիպ բաներ շատ հաճախ չես հանդիպի եւ հայկական մարքեթինգային շուկայում էլ շատ իսկապես նոր ձեռագիր է։ Այո։ Եթե դուրս գանք ստեղծագործական մասից, այլ բազմաշերտ լուծումներ ունի նաև United Technical Service-ը, պատահական չէ, որ վերջինս Գերմանական տնտեսական միավորման եւ կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ է։ UTS-ը շատ է կարևորում բազմաշերտ համագործակցությունը եւ առողջ միջավայրը, եւ այս կապերը ստեղծելով ոչ միայն նպատակը համագործակցություններն են, այլ ոլորտի մասնագետներով ոլորտում արկա խնդիրներին լուծումներ տալը։ Անուշ, կարծում եմ տեղին է նաև հիշել մեր նախորդ եթերաշրջանի գործընկեր Panorama Hills կառուցապատողի եւ United Technical Service ընկերության համագործակցության մասին, որը կրկին հա ձեր նշված ենթատեքստում էր։ Թե Panorama Hills-ը, թե United Technical Service-ը Panorama Hills-ի սպառողին հաճախորդին տալով հատուկ հնարավորություններ, հատուկ առաջարկներ, հաճելի ժեստ է իրենց սպառողի հանդեպ, որը թույլ կտա եւ օգտվել բարձրորակ արտադրանքից եւ բարձրակարգ սպասարկումից։ Միանշանակ համաձայն եմ, քանի որ Panorama Hills-ը պրեմիում դասի կառուցապատող է, հա, բնակելի թաղամաս է լինելու, վստահ եմ, որ բնակիչները անպայման պետք է հենց պրեմիում դասի սանտեխնիկայից օգտվեն։ Անպայման ուզում եմ նշել, որ բոլոր այս մարքեթինգային արշավներում նկատելի է մեծ շեշտադրություն լեզվի, մտածողության, հա, հայկականության։ Օրինակ խոսենք հայերեն շարքը, կարծում եմ սա բավականին հետաքրքիր է, որովհետև կրթական ուղղվածություն ունի, այսինքն մարքեթինգ գումարված կրթություն։ Առհասարակ սանտեխնիկա ասելիս մարդիկ ավելի շատ մտածում են պրագմատիկ լուծումներ կամ տեխնիկական լուծումներ։ UTS-ը եւս մեկ անգամ կոտրեց բավականին կարծրատիպեր։ Դերձիպրիոմնիկ, հայերեն անձրևահավաք, խոսենք հայերեն։ Հիմնադրի կողմից եղավ առաջարկ, որ սկսենք խոսենք հայերեն շարքը։ Բազմիցս նշել եմ, որ թե հիմնադիրը, թե առհասարակ United Technical Service-ը ունի շատ բարձր պատասխանատվություն իր սպառողի հանդեպ եւ ոչ միայն սպառողի, այլ իր լսարանի հանդեպ, այն լսարանի, որը գուցե դառնա իր սպառողը կամ այդպես էլ չդառնա իր սպառողը, դրա վառ ապացույցը հենց խոսենք հայերեն շարքն է, որի նպատակն է սանտեխնիկայի ոլորտի հետ կապված տերմինները թարգմանենք հայերեն լեզվով եւ հայերեն լեզվով կիրառելի դարձնենք։ Սմիսիջիլ, հայերեն խառնիչ, խոսենք հայերեն։ Մեր սրահում խառնիչները միացված են ջրին, կարող եք տեղում փորձարկել եւ գնել գերմանական գրոհե ապրանքանիշի հենց ձեր նախընտրած խառնիչը։ Շատ լավ Անուշ, կարծում եմ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք մեր մեկ այլ տաղավար, որտեղ մեր անակնկալ փորձագետը իր կարծիքը կհայտնի այս բոլոր մարքեթինգային արշավների մասին, կարծում սա մեծ անակնկալ կլինի նաև ձեզ համար, որովհետև մի բան է, որ մենք ենք զրուցում, բայց մեկ այլ բան է, որ անկախ փորձագետը իր կարծիքը հայտնի այս ամենի մասին։ Ապա կվերադառնանք։ Դե ինչ մենք տեղափոխվում ենք մեր մյուս տաղավար, որտեղ զրույցը շարունակելու եմ PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ։ Ողջույն Աստղիկ, բարի գալուս տունտեղ հեռուստանախագիծ։ Շնորհակալություն։ Խոսելու ենք բիզնեսի լեզվի մասին։ Նկատում եմ, որ շատ ընկերություններ իրենց մարքեթինգային եւ PR արշավներում օգտագործում են օտարամոլ բառեր, արտահայտություններ, տրանսլիտի ազդեցության տակ են ընկնում եւ աղավաղում են հայերենը։ Լեզուն դա մտածողություն է, միայն հաղորդակցման միջոց չէ, այլ ինքնություն է, մշակույթ է։ Եթե մենք հայերենով գրագետ, հասկանալի ներկայացնում ենք որևէ բրենդ, որևէ ապրանք կամ ծառայություն, ուրեմն մենք հարգում ենք նաեւ այն գնորդին, որը օգտվում է։ Ինձ համար շատ կարեւոր է, որ Հայաստանում բիզնեսը իսկապես խոսի հայերենով,
ներկայացվի հայերենով եւ վաճառվի հայերենով, որովհետեւ հայերեն լեզուն անկախ նրանց ինչքան բարդություններ ունի, նաև շատ գեղեցիկ է եւ շատ մարդամոտ է եւ ինչքան մենք հայերեն գրագետ մտածողությունը փոխանցենք, այդքան նաև բիզնեսը իր զարգացման ուղին կունենա։ Շատ գործարաններ կարծում են, որ այն բիզնեսները, որոնք ներկայացնում են ինչ որ նեղ մասնագիտական տերմիններ, չթարգմանել, հա, այդ արտահայտությունները եւ թողնել այնպեսին, ինչպեսին հայտնի է լայն զանգվածների համար, բայց վերջերս նկատում եմ, որ մեդիա ասոցիացիան օրինակ է, մասնավոր օրինակ բերեմ, UTS ընկերության համար խոսենք հայերեն շարք սկսեց, թարգմանելով մասնագիտական այս տերմինները սանտեխնիկայի հետ, ինչը կարծում եմ շատ հետաքրքիր մարքեթինգային քայլ էր, հա, կրթալուսավորչական կարելի է համարել բարձր գովազդի տարբերակ որպես։ Շատ լավ նախաձեռնություն է, ողջունելի, որովհետեւ այո, շատերի համար շատ բիզնես մտածողություն ունեցող մարդիկ մտածում են, որ եթե մարդը օրինակ մի բանը գիտի օտար լեզվով, իրեն մատուցենք այդ, չէ՞, բայց մենք գործ ունենք հասարակության հետ, որը խոսում է մի լեզվով, որով նաև կուզենա իր առևտուրը անել, իր շոուն կազմակերպել, իր միջոցառումների մեջ լինել, իր ծառայությունները մատուցել եւ օգտվել այդ ծառայություններից։ Եթե մենք փորձում ենք հայերենով ներկայացնել ապրանքը, որը շատերին հայտնի է օտար բառով, ուրեմն փոխում ենք նաև մտածողությունը այստեղ, փոխում ենք նաև մշակույթը եւ թող այդ հաղորդակցական մշակույթը նաև ձևավորվի։ Այո, դժվար է տեխնիկական բառակազմը բերել, թարգմանել, օտարամոլ բառերը վերցնել եւ դրանց հայրենացնել, հաճախ աբսուրդային են հասնում նաեւ այդ թարգմանությունները, բայց եթե գտնում ենք դրա իսկապես լավ բանալին, ոսկե բանալին հայրենով կարողանում ենք լավ ներկայացնել, լեզուն այնպես է, ինչքան օգտագործես, այդքան քոնը կդառնա։ Ողջունում եմ հենց այդ նախաձեռնությունը, որովհետև դրանով մենք հայրենը դարձնում ենք ավելի հասանելի եւ ավելի մոտ։ Չնայած որ մենք շատ ենք խոսակցական մակարդակի բերել լեզուն եւ շատերը կուզենան նաեւ եթերում հայտնվի այդ խոսակցական բառամթերքը, բայց ես գիտեմ շատ մարդիկ, որոնք շատ գրագետ հայերենով են խոսում, բայց շատ բնական եւ շատ հայեցի կարողանում են մատուցել եւ դա ոչ մի խոչընդոտ չի առաջացնում հաղորդակցման մեջ։ Ռակավինա հայերեն լվացարան։ Խոսենք հայերեն։ Նշեմ նաև, բացի խոսենք հայերեն շարքից, ունենք նաև պատմական շատ հետաքրքիր շարք, այո։ Դարեր առաջ հին հռոմեական կայսրությունում կառուցում էին մեծ հասարակական բաղնիքներ, որոնք կոչվում էին թերմեր։ Դրանք ոչ միայն մենք ներկայացնում ենք, սկսած հին աշխարհից, թե ինչ տեսք են ունեցել, ինչպես են ստեղծվել, ջրի հետ կապված, սանտեխնիկայի հետ կապված յուրաքանչյուր բան եւ վերում դա կապում ենք նորարարությանը, ցույց տալով, թե ինչպես է զարգացել, փոփոխվել ժամանակի ընթացքում, այո, ժամանակի ընթացքում եւ հղկվել։ Դրանով նաեւ մենք ապահովում ենք բովանդակություն մարդկանց մեր լսարանին փոխանցելով ինչ որ չափով նաեւ պատմություն։ հազարամյակներ առաջ մարդիկ հայելի էին համարում լճերի անշարժ ջրերը։ Աստղիկ առաջարկում եմ զրուցել մեկ այլ շարքի մասին, որ կրկին մեդիա ասոցիացիան է իրականացնում, պատմական շարք, կրկին UTS ընկերության համար, ներկայացվում է օրինակ երևույթներ պատմականորեն, հա, ձևավորված եւ ժամանակակից կյանքում արդեն։ Ինչ եք կարծում, սա նույնպես հետաքրքիր մոտեցում է, հա, պատմական ակնարկով սկսել եւ խոսել ժամանակակից երևույթների մասին նույն։ Ընդհանրապես պետք է ասենք, որ ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից շատ կարևոր է, թե մենք ինչ կապ ենք հաստատում այն մարդկանց հետ, ում ծառայություն ենք մատուցում կամ ինչ որ բան ենք վաճառում կամ ստեղծում ենք բրենդ, այդ բրենդի վերջնարդյունքը ինչ է, վաճառքի իրականացումն է, որպեսզի հասնի համապատասխան մարդուն։ Բայց այստեղ շատ կարևոր բան կա, մարդիկ այլևս ապրանքը չեն գնում։ Նրանք էմոցիան են գնում, պատմություն են գնում։ Եվ դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ յուրաքանչյուր բան, որը ստեղծվում է, եթե պատմական որոշակի արժեքների հետ կապ ունի, դա ավելի ընկալելի եւ հասկանալի է։ Միգուցե ինչ-որ լեգենդի է վերածվում։ Այո, լեգենդը կարևոր առանցքային դերակատարություն ունի, որովհետև մարդկանց պատմում ես ինչ-որ պատմություն եւ դրանով գրավում ես։ Մարդը դրա մեջ դնում է արժեք եւ դրա համար է նա գնում այդ ապրանքը գնելու, ոչ թե հենց այնպես ուղակի տուփը սիրուն էր դրա համար ինքը գնում է։ Հիմա փոխվել են ժամանակները, որևէ մեկին որևէ բանով չես զարմացնի
եւ դրա համար հանրային կապերի մասնագետների, հաղորդակցության մասնագետների, վաճառքը ապահովող մարքեթինգային ընկերությունների գործառույթները շատ փոխվել են եւ այստեղ շատ կարեւոր է թե մենք ինչ բովանդակություն ենք ստեղծում եւ հենց այս բովանդակությամբ ենք փորձում լեսարանին ներգրավել այդ գործընթացում։ Շնորհակալ եմ Աստղիկ հետաքրքիր զրույցի համար, հուսամ դեռ առաջիկա մի եթերներում հնարավորություն կունենանք դες հետ զրուցելու։ Շնորհակալ, լավ նախաձեռնությունների եւ հաղորդակցության ոլորտում իսկապես նորարարական փոփոխություններ բերելու համար։ Անու շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում, իսկապես միշտ ուրախ եմ ձեզ հետ հանդիպել եւ զրուցել տարատեսակ թեմաներից, նաեւ շնորհակալություն համագործակցության համար, որովհետեւ Տունտեղ հեռուստանախագիծը արդեն որերորդ եթերաշրջանն է համագործակցում է United Technical Service ընկերության հետ, որպես գլխավոր հովանավոր եւ Մեդիա ասոցիացիայի դերը այս համագործակցությունում իսկապես շատ կարեւոր է։ Ես էլ եմ շնորհակալ անչափ եւ մենք զգում ենք նաեւ արդյունավետությունը ձեր հաղորդման հետ կապված մեր գործունեության մեջ։ Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տան-տեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Բարև ձեզ, ես Միլենան եմ Կարապետյան, Տոգաս ընկերության խորհրդատուն։ Այս անգամ մենք կխոսանք մանկական բարձերի եւ վերմակների մասին։ Մանկական սենյակը երեխայի կյանքի առաջին տարիներից սկսված նրա համար ամենակարևոր վայրն է։ Սա նրա փոքրիկ տիեզերքն է, որտեղ նա սովորում է խաղալ եւ բացահայտում է աշխարհի գեղեցկությունը։ Մենք խորհուրդ ենք տալիս բնական նյութերից պատրաստված տեքստիլ, որը լավ է անցկացնում օդը եւ չի կուտակում ստատիկ էլեկտրականությունը։ Ինչպես նաեւ զուսպ հանգիստ գամայի օգտագործում այն խորհուրդ են տալիս հոգեբանները երեխայի հոգեկան ներդաշնակ զարգացման համար։ Ներկայացնում ենք Տոգասի մի քանի ապրանքներ, որոնք ներդաշնակորեն կհամալրեն ինտերիերը եւ դուր կգան երեխաներին։ Փոքրիկների առողջությունը մեծապես կախված է քնից եւ նրանից, թե որքան ամուր է այն։ Ինչ է կարևոր ճիշտ քնի համար՝ թարմ օդը սենյակում, հարմարավետ մահճակալը, տաք, բայց ոչ շատ շոգ վերմակը։ Տոգասը մեր ամենափոքրիկ հաճախորդներին է առաջարկում Վիենտո եւ Ինֆինիտի մոդելները։ Վիենտո վերմակը պատրաստված է երիտասարդ թայլակի բրդից, որը ունի նաեւ բուժիչ հատկություն։ Այն ապահովում է չոր ջերմությունը եւ օգտակար է առողջության համար։ Ավելի թեթև նուրբ եւ փափուկ Ինֆինիտի վերմակը լցված է բարձրակարգ մալբերի տեսակ արժեքավոր մետաքսով։ Մետաքսի մանրաթելերը ունեն հակաբակտերիալ հատկություններ։ Մետաքսը հիպոալերգեն է եւ ունի արտահայտված հակաբակտերիալ ազդեցություն, ինչը կարեւոր է որակալ քնի համար։ Նորածիններին ընդհանրապես բարձ պետք չէ, սակայն մի փոքր մեծ երեխաներին արդեն անհրաժեշտ է պարանոցի եւ ուսերի աջակցություն։ Մանկական փոքրիկ մահճակալի համար նախատեսված բարձը պետք է լինի փոքր չափսի։ Բարձի ամենակարևոր բաղադրիչներից է լցոնիչը եւ գործվածքը։ Բարձրորակ բնական նյութերը չեն առաջացնի գրգռում նուրբ մաշկի վրա եւ չեն թույլ տա, որ երեխայի գլուխը քրտնի։ Նախընտրելի են բնական բամբակից կամ մետաքսից պատրաստված ծածկոցներ։ Սիլենը մանկական
բարձ է, բնական տուսատեսկի մետաքսով։ Դրա ծածկոցը պատրաստված է բարձրորակ էկոլոգիական բամբակից։ Այս բարձը լավ կլանում է խոնավությունը, ապահովում է օդի շրջանառությունը։ Մանկական մահճակալի համար հարմար են նաև ցածր բարձերը, ուխտի հումքով եւ բնական մետաքսի ծածկոցներով։ Կարևոր է հիշել, ամենափոքրերի համար նախատեսված բարձը խորհուրդ չի տրվում օգտագործել ավելի քան 2 տարի։ Եթե տարվա ընթացքում ջերմաստիճանը մոտավորապես նույնն է, կարելի է ընտրել մեկ բոլոր եղանակների համար հարմար վերմակ, օրինակ Viento մոդելը ուխտի բրդով եւ մետաքսե ծածկոցով։ Եթե ձմռանը զգալիորեն ավելի ցուրտ է, իսկ ամռանը սենյակում լինում է շոգ, ավելի լավ ունենալ 2 տարբերակ՝ տաք հարմարավետ վերմակ ձմռան համար եւ թեթեւ ամռան համար բնական մետաքսի կամ կտավաթի հիմքով։ Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է վերմակ, որը կարելի է հաճախ լվանալ։ Եթե ստիպված եք պարբերաբար լվանալ անկողնային պարագաները, ապա ավելի լավ ընտրել ժամանակակից սինթետիկ տարբերակներ, որոնք փոխարինում են մետաքսին կամ բրդին։ Նվիրեք փոքրիկին հոգատարություն եւ ընտրեք նրա համար լավագույնը, եւ նա երեկոյան կքնի հանգիստ ու առավոտյան կարթնանա երջանիկ։ Դե ինչ մենք տեղափոխվեցինք Պիերո Ֆորնասետի ատելյե արդեն, լեգենդար մի վայր, որտեղ ժամանակին հայտնի իտալացի Պիերո Ֆորնասետի ստեղծագործում էր եւ սա հանգարանային հատվածն է ոչ խանութի, այնպես որ եթե այցելեք Միլան, անպայման այցելեք նաեւ հանգարան, բայց անպայման պետք է ունենաք appointment, որովհետեւ սովորական այցելների համար մուտքը փակ է, բայց իմ ու Արամի համար բոլոր վայրերը այսօր Միլանում կան։ Այո։ Արամ, ինչու ենք այստեղ, որովհետեւ ուզում եմ խոսել հենց արվեստի կիրառումը ինտերիերում, հա, ինչպես հաջողվեց օրինակ Պիերո Ֆորնասետի ժամանակին իր ստեղծագործություններով պատրաստել ամեն ինչ, հա, կիրառել այն թե քաուիքի որպես տպագրությամբ ձևաչափով, թե տեքստիլի ձևաչափով, թե լամպերի, վազաների, դեկորների բազմաթիվ։ Արդյոք Հայաստանում հնարավոր է մի օր հենց դուք որոշեք առաջինը լինեք եւ ստեղծեք նման դեկորներ ձեր աշխատանքների պատկերներով։ Խնդրում եմ գաղտնիքները մի բացահայտեք, կարեմ միանշանակ այդ մասին դեռ մենք խոսանք, իսկ ինչ վերաբերում է արվեստի գործերին, այո, ձեր նշած աղանդավոր անձնավորությունը կարողացել է իր աշխատանքներից, ստեղծագործություններից ըստ էության ստեղծել ինտերիերի բոլոր դեկորները։ Այո, եւ ջերոց այնպիսի դեկորներ, որոնք ժամանակակից ինտերիերի աշխարհում, հա, ինտերիեր դիզայնի աշխարհում այկոնիկ աշխատանքներ մրցակից չունեն։ Իսկապես։ Դե ինչ Արամ, հրաժեշտ ենք տալիս մեր ուսանողների Միլանից, հուսանք մեկ այլ երկրում կհանդիպենք միասին այս ձևաչափով եւ կներկայացնենք ամենահետաքրքիրը ինտերիեր դիզայնի աշխարհից։ Կհանդիպենք, դա մնացեք։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Այսօր կներկայացնենք Հայաստանում արտադրվող Maverick հատակները եւ C15 ժանգը երկաթի փոխակերպող նյութը։ Ներկայացնում ենք Maverick հատակները, նոր սերնդի բարձրորակ ծածկույթներ, արտադրված Հայաստանում, եվրոպական տեխնոլոգիաներով։ Solid polymer core կառուցվածքը համադրում է բնական քարի ստացած հանքային փոշին, բարձր կարգի PVC եւ պոլիմերները, ստեղծելով գերդիմացկուն անջրանցիկ միջուկ։ Ամուր, կայուն եւ երկարաժամկետ լուծում։ Ultimate Shell Technology-ն ապահովում է մինչև 10 անգամ ավելի բարձր պաշտպանություն կերծվածների, բծերի եւ մաշվածության դեմ։ 100% ջրակայուն, իդեալական է խոհանոցների եւ ակտիվ տարածքների համար։ Հեշտ եւ արագ տեղադրում, առանց սոսնդի ժամանակակից քլիկ համակարգով։ Տեղադրումից հետո անմիջապես օգտագործման պատրաստ։ Հարմար է ինչպես բնակելի, այնպես էլ ինտենսիվ օգտագործվող տարածքների համար՝ դպրոցներ, հիվանդանոցներ, գրասենյակներ եւ առևտրային սրահներ։
բարձր ձայնամեկուսացում եւ տաք հաճելի մակերես, առավելագույն հարմարավետության համար, 25 տարվա երաշխիք, էկոլոգիապես մաքուր, անվտանգ եւ հրդեհադիմացկուն, Maverick, երբ դիզայնը, ամրությունը եւ հարմարավետությունը միավորում են մեկ հատակի մեջ։ Maverick, հատակ, քայլիր անվտանգ։ Ժանգը ոչ միայն տգեղացնում է մետաղի տեսքը, այլ նաև քայքայում է այն։ Սակայն հիմա կա արագ եւ արդյունավետ լուծում։ Ներկայացնում ենք C15 Rust Converter-ը, որը վերափոխում է ժանգը երկաթի, ոչ թե պարզապես մաքրում։ Հատուկ բաղադրության շնորհիվ այն փոխազդում է ժանգի հետ եւ ստեղծում կայուն, ամուր պաշտպանիչ շերտ։ Ժանգը վերածվում է մետաղական կապույտ սև մակերեսի, որը կանխում է հետագա օքսիդացումը։ Ամենակարևորը՝ ոչ մի բարդ հղում կամ ծանր աշխատանք։ Պարզապես մաքրեք մակերեսը, քսեք եւ սպասեք ընդամենը 1 ժամ։ Ապահովում է գերազանց հիմք ներկման համար, ուժեղ կպչունությամբ եւ երկարաժամկետ արդյունքով։ Հարմար է բոլոր տեսակի մետաղական մակերեսների համար, արտադրությունից մինչեւ տնային օգտագործում։ C15 Rust Converter, վերականգնիր մետաղը եւ պաշտպանիր այն։ Հուսամ մեր խորհուրդները ձեզ օգտակար կլինեն եւ դուք այն կարող եք կիրառել ձեր շինարարական աշխատանքների մեջ, իսկ հարցերի դեպքում կարող եք կապնվել մեր տեխնիկական թիմի հետ։ Ողջույն, Armenia TV-ի եթերում տունտեղ հեռուստանախագիծն է եւ Քրիստինան Smart Design խորագրի ներքո։ Այսօր մենք ունենք մի փոքր այլ ձևաչափ։ Մենք չենք խոսելու միայն լուծումների մասին, այլ կկոտրենք մի քանի տարածված միֆ, որոնք հաճախ խանգարում են մարդկանց ճիշտ որոշում կայացնել։ Սկսենք առաջին միֆից։ Խելացի տունը շատ թանկ է։ Իրականում smart համակարգերը կարող են լինել շատ տարբեր մակարդակների։ Դուք կարող եք սկսել փոքր լուծումներից, օրինակ լուսավորության կամ անվտանգության ավտոմատացումից, եւ աստիճանաբար ընդլայնել ձեր համակարգը։ Այսինքն, պարտադիր չէ լինի մեծ ներդրում միանգամից։ Դուք կարող եք սկսել փոքրից եւ ունենալ ամբողջական համակարգ։ Երկրորդ միֆ. Smart համակարգերը միայն մեծ տների կամ լյուքս նախագծերի համար են։ Սա նույնպես սխալ պատկերացում է։ Այսօր տեխնոլոգիաները դարձել են ավելի հասանելի եւ հնարավոր է կիրառել smart լուծումներ նույնիսկ փոքր բնակարաններում կամ փոքր բիզնեսներում։ Միֆ համար 3. Դրանք բարդ են օգտագործման համար։ Շատերը մտածում են, որ պետք է տեխնիկական գիտելիքներ ունենալ smart համակարգ օգտագործելու համար, բայց իրականում ճիշտ նախագծված համակարգը պետք է լինի շատ պարզ։ Օգտագործողը պետք է կարողանա կառավարել ամեն ինչ հեշտությամբ, հեռախոսից կամ պարզ կառավարման վահանակից ընդամենը 1 հպումով։ 4-րդ միֆ. Ավելի լավ է ամեն համակարգ առանձին դնել։ Այս մոտեցումը հաճախ բերում է մի շարք խնդիրների։ Երբ տարբեր համակարգերը ինտեգրված չեն, առաջանում են բարդություններ կառավարման մեջ, ավելանում են ծախսերը եւ նվազում է արդյունավետությունը, իսկ ինտեգրված համակարգը աշխատում է որպես մեկ ամբողջություն։ Միֆ համար 5. Էլեկտրատեխնիկական եւ ցածրահոս համակարգերը երկրորդական են։ Շատ նախագծերում մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում դիզայնին եւ արտաքին տեսքին, բայց իրականում հենց այս համակարգերն են ապահովում շենքի ճշգրիտ աշխատանքը։ Եթե հիմքը ճիշտ չէ, ամեն ինչ դառնում է խոցելի։ Եվ վերջապես եւս մեկ միֆ. այս ամենը պետք է միայն նոր կառուցվող շենքերին։ Իրականում կան բազմաթիվ լուծումներ, որոնք կարելի է կիրառել արդեն պատրաստի տարածքներում, առանց մեծ ծախսերի եւ վերանորոգման։ Հատկապես անլար համակարգերը թույլ են տալիս հեշտ ինտեգրում արդեն գոյություն ունեցող միջավայրի համար։ Այսպիսով, կարևոր է հասկանալ, որ տեխնոլոգիաների շուրջ շատ տարածված եւ սխալ միֆեր կան։ Եվ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է հիմնվել ոչ թե միֆերի, այլ իրական հնարավորությունների վրա։ Team Systems-ում մենք օգնում ենք ընտրել ճիշտ լուծում, հաշվի առնելով ձեր կարիքները եւ բյուջեն։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կսկսենք խոսել ցածրահոս համակարգերի մասին։ Ինչ են դրանք, ինչու են կարևոր եւ ինչպես են ապահովում անվտանգությունը։ Իսկ դուք մնացեք մեզ հետ եւ բաց մի թողեք տունտեղ հեռուստանախագծի հաջորդ թողարկումը։ Դուք շարունակում եք դիտել տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք մեր հանդիպումները մեր գործընկերների հետ։ Այս պահին գտնում եմ Arma Design Studio-ում, որտեղ զրուցելու եմ նկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանի հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարո։ Արամ, ինչպես եւ խոստացել էի, այսօր թեժը լինելու մեր զրույցը, խոսելու ենք հայկական դիզայնից։ Նայեք, երևի թե այս տարիների ընթացքում ես այն մարդկանցից եմ եղել, որ ոչ միայն եթերում, այլև եթերից դուրս վշտապես հետևել եմ անցուդարձին հայկական դիզայնի բոլոր ուղղությունների, լինի ինտերիեր դիզայնի, լինի էքստերիեր, լինի ընդհանրապես
կիրառական արվեստի որոշակի ուղղություններում իրավիճակին, կհամաձայնվեք, որ մի փոքր դանդաղում ենք ամեն դեպքում այս process-ներում։ Գիտեք, Կարեն, դա բնական է, որովհետև շատ բավականին վերջերս է զարգացում ապրել եւ ապրում, չի ասի, որ հայկական մասայում դա դանդաղ է, եթե համեմատենք աշխարհի հետ, այո, դանդաղ է, բայց գնալով ավելի արագանում զարգացումը։ Ինչի, որովհետև շփումը արտաքին աշխարհի շատ ավելի շատացել է, շատ ավելի մասնակցում են ցուցահանդեսների եւ այլն եւ այլն։ Ես համաձայն եմ, բայց միգուցե հենց լոկալիզացման այս process-ն է դանդաղում, որովհետեւ մենք վերցնում ենք լավագույնը, հա, աշխարհի, ներմուծում ենք Հայաստան, բայց չենք լոկալիզացնում մեծ հաշվով։ Այսինքն ունենում ենք ինտերիերներ, որոնք շատ գեղեցիկ են, որոնք հիշեցնում են այս կամ այն երկրի գեղեցիկ ինչ-որ վայրեր, բայց որպես այդպեսին մենք չունենք, հա, ժամանակակից հայկական դիզայն ասվածը։ Եթե խոսքը վերաբերվում է հայկական մոտիվներով եւ հայկական թեմատիկայով մշակված ինչ-որ դիզայն կամ ուղղություն, այո, կոնկրետ չկա, բայց ամեն անգամ երբ խոսում եմ հայկական դիզայնի, շատ-շատերն են նշում, նաեւ դուք նշեցիք հայկական մոտիվներ։ Կարծում եմ այնքան էլ հայկական ժամանակակից դիզայնը պետքա չներառի իր մեջ հայկական մոտիվներ, այլ հայկական ժամանակակից կյանքի, հա, այսպես ռիթմը իր մեջ ներգրավի, որովհետև օրինակ նորաձևության մեջ նկատում ենք, հա, օրինակ Երևանյան այդ միտումները, չգիտեմ, ինչ-որ բաներ, որոնք այնքան էլ մեր ժառանգությունը չեն, այսպես ասած, հայկական, ժամանակակից ինչ-որ երևույթներ են, բայց մեզ համար շատ հոգեհարազատ են։ Օրինակ նույն շապիկները, որոնք ներառում են արտահայտություններ, հասկանում եք, հայտնի ինչ-որ հումորային հերոստահաղորդումներից, մեզ համար սա նույնպես հոգեհարազատ է եւ ընկալվում է որպես հայկական, հա, լոկալ ինչ-որ մի բան, երևույթ։ Ես կարծում եմ դրա համար ժամանակ է պետք, process-ը գնում է, դա պետք է լինի ինքնստիկյան։ Եթե սկսենք մենք զորել եւ հենց ինքս ին վրա ես չեմ կարող ճնշում գործադրել դա անել, դա պետք է ընթացքում, ժամանակի ընթացքում գա։ Ես վստահ եմ, որ շուտով ձեր նշած ձևով հայկական դիզայն ասվածը մենք կտեսնենք եւ ականատես կլինենք։ Այսինքն նույն օրինակ Ֆերնանդո Բոտերոյի կատուն, հա, բարդագույն տարբերակով կհայտնվի ինչ-որ արտադրանքների վրա եւ այլն, այսինքն մի բան ինչ-որ աշխարհը վաղուց հասկացել է, որ պետք է այն ինչ այդ պահին տրամադրություն է ստեղծում շրջակա միջավայրի համար դարձնել, հա, որպես օրնամենտ կամ որևիցե ինչ-որ տարբերակով կիրառել դիզայնում։ Այո, միանշանակ, բայց ես գտնում եմ, որ այսօր բավականին լուրջ զարգացում է ապրում դիզայնը եւ շուտով դա նույնպես կտեսնենք։ Շատ լավ։ Ինչ են անում մեր հայ դիզայներները այսօր, որպեսզի այդ ոլորտը իսկապես զարգանա ձեր կարծիքով։ Գիտեք, բավականին մեծ աշխատանք է տարվում։ Ես տեսնում եմ թե փառատոները այստեղ կազմակերպող, թե ձեր կողմից հենց մրցանակաբաշխությունն է, այս հաղորդաշարերն են, որովհետեւ երբ որ դուք ասում եք ամենա դիզայներական, միակ դիզայներական հաղորդումն է, հաղորդաշարն է, որը որ դիտումների քանակով մենք տեսնում ենք, թե ինչքան մեծ հետաքրքրություն կա այդ հաղորդաշարի նկատմամբ, նաև մասնակցությունները արտերկրում դիզայներների մասնակցությունները ցուցահանդեսներին։ Լավ, ամեն դեպքում միգուցե ես չեմ բավարարվում այս ամենով եւ վստահ եմ, որ առաջիկա տարիներին իսկապես, հա, կձևավորվի այն համայնքը դիզայներաճարտարապետական Հայաստանում, որը ասելիք ունենա աշխարհին ոչ միայն ներսի լսարանի համար, որովհետև իսկապես երբ շրջում ենք, իսկ մենք շրջում ենք այս եթերաշրջանում Միլանում եւ տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհում եւ մի փոքր նախանձով ենք նայում, որովհետև իսկապես հասկանում ենք, որ ունենք այդ պոտենցիալը եւ մեր դիզայներները իսկապես կարող են, հա, լինել եւ ասել այն ամենը, ինչ նրանց ներսում կա կամ ժառանգությունը իրենց մշակութային օգտագործելով իրենց փորձը, գիտելիքները ստեղծել մի բան, որ աշխարհը կընդունի եւ ինչպես մենք ենք շատ հարազատ եւ վեհությամբ եւ հպարտությամբ ինչ որ իր ձեռք բերում մեկ այլ դիզայների կողմից, նրանք էլ ձեռք կբերեն եւ կասեն, որ սա էլ հայկական դիզայնի ինչ որ գլուխգործոց է։ Ես կարծում եմ դա նաեւ կախված է շուկայի գործոնից, շուկայի պահանջից, ես կարծում եմ, որ շուտով բավարարելով շուկայի պահանջները մեր մասնագետները, մեր տաղանդավոր դիզայներները կարող են արդեն ոչ ստանդարտ արտահայտություններ նույնպես հնչեցնել այդ ոլորտում։ Ես կարծում եմ հեռու չէ ժամանակը։ Շատ լավ, ինձ դուր է գալի ձեր դրական վերաբերմունքը այս ոլորտին եւ կարծում սա է պատճառը, որ այս տարիների ընթացքում անտեսելով բազմաթիվ դժվարություններ, որ ստա ունեցել եք, հաջողության եք հասել եւ
շարունակելու եք ձեր հաջողությունները։ Արա մեզ մնացել է ընդամենը 1 եթեր, որպեսզի ամփոփենք այս եթերաշրջանը, եւ տարին առհասարակ ամփոփելով կարող եմ ասել, որ իսկապես բազմաթիվ նոր հորեկա ոլորտի, մասնավորապես հանրային վայրեր Հայաստանում, Երևանում, այն ինչ որ տեսնում ենք մեր կողքին հայտնվեցին, որոնք ինչ որ առումով փոփոխման ենթարկվեցին եւ տարբերություն կար անցած տարվա նախորդ տարիների հետ։ Այդ ձեր կարծիքով որպես մասնագիտական դեպի որ միտումն է գնում 2026 թվականը եւ որն է լինելու հիմնական միտումը 2027 թվականին։ Ես կարծում եմ, այո, հորեկա ոլորտում բավականին մեծ զարգացում ենք տեսնում եւ պահանջարկ, միտումը ավելի շատ դեպի եվրոպական տենդենց են գնում հորեկա ոլորտում, այլ ուղղություն ես չեմ տեսնում դեռ, բայց բավականին հաջող գնում է դեպի եվրոպական տենդենսներ, եվրոպական ստիլիստիկա, եվրոպական ստանդարտներ։ Ես կարծում եմ մենք 26-27 թվականներին կտեսնենք նորություններ մեր երկրում։ Ես անպայման ուզում եմ ասել, որ ես շատ խոր ուսումնասիրություն եմ կատարել, իսկ քանի որ Հայաստանը միշտ շատ արագ վերցնում է ինչ դրսում կատարվում է, 2027 թվականին սպասեք ասիական ինտերիերի գեղեցիկ, շատ գեղեցիկ վայրեր Հայաստանում, որովհետև սա դառնում է ամենաակտուալ ոճ աշխարհում։ Հա, ճապոնական, չինական, հետաքրքիր, ինչի ինձ համար շատ հոգեհարազատ է այդ, այո։ Եվ գույները եւ ճապոնական մինիմալիզմ ամեն դեպքում ասիական ոճի մեջ կա մեծ ժառանգություն, որ կարելի է միանշանակ ես հետևում եմ նույն ճապոնացի դիզայներներին, սովորելու շատ բան ունենք։ Շնորհակալ եմ Արամ, մենք էլ շատ սովորելու բան ունենք հենց ձեզանից, որովհետեւ տարիներ շարունակ կրթում եք սերունդներ եւ այսօր շատ հաճախ եմ հանդիպում դիզայներների, ոչ միայն երիտասարդ, որոնք նշում են, որ ամեն ինչ սկսվել է հենց այստեղ։ Շնորհակալ եմ։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։ We'll be right back.